միտվածություն ունի, այսինքն վերականգնել հավասարություն եւ արդարությունը մեր երեխաների նկատմամբ, խոսքս 2025 թվականի զորակոչված տղաների մասին է եւ շատ կցանկանայի կոչով խնդրանքով դիմում ենք մեր վարչապետին, մեր պաշտպանության նախարարին, որպեսզի կարողանան իրենց ընդունած օրենքին միգուցե հետ ուժ չեն կարող տալ, բայց գոնե կետ մտցնեն, որպեսզի այդ օրենքը ազդի նաև 2025 թվականի զորակոչված տղաների վրա։ Չէ՞ որ նրանք էլ նույն համազգեստն են կրում, նույն երթումն են տվել ծառայելու մեր Հայաստանի Հանրապետությանը, նրանք կատարում են դա, ասեմ, որ շատ լուռ, համեստ, ոչ մի ձև չեն արձագանքում, նրանք երբեք ընկճված չեն, իրենց ոգին բարձր է, ուղղակի մեր ծնողների խնդրանքն է սա, դիմում կոչը, որպեսզի որևէ կերպ դրական լուծում տան այս հարցին, ուրիշ մեր խնդրանքը դա է։ Ուզում եմ հարցնել, որ եթե այս ձեր խնդրանքը բավարարվի մինչև ընտրությունները, ինչպես Փաշինյանն է ասում, կարող է դիտվել ընտրակաշառք, եթե օրինակ ընտրություններից հետո դա լինի, շատ կնեղվեք։ Չենք նեղվի, եթե ընտրություններից հետո լինի, կարևորը ազդի մեր տղաների վրա, իսկ այդ ընտրակաշառք ասվածը չեմ ընդունում այս պահին, որ այդպես ասում եք, որովհետև ամեն դեպքում մենք այստեղ հավաքվել ենք զուտ մեր տղաների համար, ուրիշ ոչինչ, ոչ այս մեր հավաքը կներեք, էլի հարգելի լրագրողներ, մի ընդունեք որպես քաղաքական որևէ դրդվածություն կամ միտում, ուղղակի սա լոկ մեր ծնողների, մեր տատիկ պապիկների խնդրանքն է, դիմումը կոչը մեր վարչապետին, մեր պաշտպանության նախարարին, որպեսզի որևէ կերպ իրանք դրական լուծում տան։ Ուրիշ ոչ մի միտվածություն չունենք մենք։ Ձեր անուն ազգանուն։ Հերմինե Ասլանյան։ Ձեր որդին Իրենք շատ գոհ են, ասեմ, շատ գոհ ենք, իդեպ ասեմ, երբ ես լսեցի այն լուրը, որ տարի ու կես պետք է ծառայեն տղաները, անկեղծ սրտով շատ եմ ուրախացել, չնայած իմ տղան այդ ժամանակ, երբ որ արդեն օրենքը ընդունվեց, արդեն 3-4 ամսվա ընդամենը նրանք մեր տղաները գնացել են, այո, 4 ամսվա ծառայողներ են, այսինքն չեմ կարծում, որ անհնարին ինչ-որ մի ձև լինի, որ կարողանան այս հարցին դրական լուծում տալ։ Մեկ տարվա ծառայողներ չէին, որ ասենք դե լավ, ոչինչ, հարցին մեկ ուրիշ տեսանկյունից, հա, նայենք, պարզապես իրանք ոչ մի ձև չեն արձագանքում, չեն ասում, այլ ինչ-որ բողոքներ ներկայացնում, պարզապես մենք ծնողներս հավատացեք, որ մեր հոգու խորքում շատ վատ ենք զգում, ինչու նույն դասարանում նստած երեխաները, մեկը ծառայի, ենթադրենք մի խումբը ծառայի տարի ու կես, մյուս խումբը 2 տարի, մի քիչ անարդար է եւ անհավասար, եւ խնդրում ենք այս հարցին դրական լուծում տալ։ Նրանք ոչ մի կերպ չեն բողոքում, շատ գոհ ենք պաշտպանության նախարարությանը, մեր վարչապետին, որ ահագին դրական առաջընթաց կա մեր բանակում եւ սննդի հետ կապված եւ հագուստի հետ կապված ոչ մի բողոքներ մենք չունենք այս պահին։ Միայն միակ բողոքը եւ խնդրանքը նորից եմ կրկնում այս հարցին դրական լուծում տան, որպեսզի մեր տղաներն օգտվեն այդ տարի ու կես ծառայելու ժամկետից։ Առաջ Փաշինյանի ավտոշարասյունն էստեղով անցավ, հիմա էլ նախագահական նստավայրում է պատրաստվում կոչերով իրեն դիմել։ Վարչապետի ավելի լսելի դե իհարկե վարչապետին եմ հիմա ես հենց դիմում եւ ինչպես որ ինքը ասեց մեր ծնողներից մեկը մոտեցել էր Գեղարքունիքի մարզում երևի թե գիտեք որ ինքը իր բերանով ասեց որ ինքը որպես ծնող նորից կվերանայի այդ հարցը նորից կքննարկեն այդ հարցը եւ հնարավորինս այո կկարողանա որևէ դրական լուծում տալ դրա համար նորից խնդրում ենք ուղղակի մեր այս հավաքը մի դիտարկել որպես քաղաքական ինչ որ քայլ, հա, դա չի։ Նորից եմ ասում, մեր ծնողների խնդրանքը միայն այդ հարցին դրական լուծում տալ։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն ինչից գոհ ենք, շատ գոհ ենք։ Տղաների իրենց մարտական ոգին բարձր է։ Իրենք չեն բողոքում։ Լուր համեստ կատարում են իրենց պարտքը իրենց հայրենիքի հանդեպ մեր ժողովրդի հանդեպ տա Աստված մեր երկրին միայն ու միայն խաղաղություն որպեսզի բոլորն էլ ամեն մի զինվոր մեր կյանքի մի մասն է համարվում հավատացեք կցանկանամ միայն խաղաղություն լինի բոլորը ծառայեն անփորձանք
եւ անփորձանք վերադառնան իրենց ընտանիք։ Ձեր տղաների վերաբերյալ որոշումը ամեն դեպքում փոխվի, անարդար չի դիտվի արդեն իրենց ծառայակից մյուս ընկերներ։ Հիմա տեսեք, իրենց ծառայակից ընկերները արդեն գիտեն, որ հեսա ամռանը արդեն զորացրվում են։ Այստեղ անարդարության խնդիր չկա, ընդամենը 2-3 ամիս հետո Աստծո կամքով նրանք արդեն իրենց տանը կլինեն։ Խոսքը այստեղ 2025 թվականի զորակոչված տղաների մասին է։ 2025 թվականի, իսկ նրանք արդեն հետ են գալիս։ Հարգելի հետևորդներ, ովքեր նոր են